Մի քանի օր է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները քանդում են Բագրատունյաց հրապարակի աջակողմյան մայթի Սայաթ-Նովա փողոցի վերջնամասից մինչև Շիրազի փողոցի սկզբնամասն ընկած հատվածը։ Քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ մայթի մոտ 1100 քառակուսի մետր հատվածի 5 քայքայված բետոնյա սալիկները փոխարինվելու են նորերով։ Հիմնանորոգման աշխատանքները կատարվում են տեղական բյուջեի միջոցներով։ Սալիկներից բացի քանդվելու է նաև մայթի բետոնյա հիմքը։ Մայթը պատվելու է 12 սանտիմետր հաստության խճային շերտով, 6 սանտիմետր հաստության 4 ցեմենտ ավազյա շաղախով, որի վրա տեղադրվելու են գունավոր սալիկները։ Դավիթ Հարությունյանի խոսքով ընտրված սալիկները որակյալ են, քաղաքին երկար կծառայեն։ Գյումրու կենտրոնական այս հատվածում նաև ապամոնտաժվելու են երկաթե հին հենասյուները։ Դրանք ևս փոխարինվելու են նորերով, որոնք չժանգոտվող պողպատից են։ Տարածքով անցնող կապի վերգետնյա մալուխների անցկացման եղանակը փոխարինվելու է ստորգետնյա տարբերակով։ Տեղադրվող նոր հենասյուները կունենան երկու տեսակի լուսատու՝ փողոցի եւ մայթի լուսավորության համար։ Բագրատունյանց հրապարակին հարող այս հատվածում, որը գյումրեցիներին հայտնի է որպես կարմիր գլխարկի մայթ, կկառուցվի նաև հետիոտնային անցման թեքահարթակ։ Հիմնանորոգման աշխատանքները նախատեսում են ավարտել 2 ամսից։ Ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, մայթի սալիկները փոխարինվել էին նորերով 2005 թվականին։ Մինչ այժմ հիմնանորոգման որևէ աշխատանք այստեղ չէր տարվել։